լույս ես բումբումիկ Կախարդական քաղաք դու հրաշք ես բումբումիկ Ժպիտը կոտակի դոտաները բումբումիկ Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Բարև ձեզ իմ փոքրիկ սիրելի հեռուստադիտողներ, ինչպե՞ս եք։ Ես գիտեմ, որ դուք լավ եք։ Տեսնում եք իմ նոր տաղավարը։ Այս շատ հրաշք է, ճիշտ է, ես այն շատ եմ սիրում։ Այսուհետ մենք կհանդիպենք նաև այս հրաշք տաղավարում։ Իմ այս հրաշալի տաղավարում մենք կբացահայտենք շատ ու շատ հետաքրքիր, ծիծաղելի, զվարճալի հարցերի պատասխաններ։ Դուք նույնպես կարող եք ուղարկել ձեր նամակները ինձ, եւ ես վստահ եմ, որ դուք գիտեք մեր հասցեն։ Երևան, մայիսի 9 փողոց, շենք 9, բնակարան 11։ Ուղարկեք ինձ ձեր հարցերը եւ մենք կհարցնենք բոլորին, մեծերին, փոքրիկներին, տեսնենք ձեզանից բացի ով կարող է պատասխանել այս զվարճալի հարցերին։ Գորտիկ, բարև։ Բարև Լիլի, բարև ձեզ իմ շատ սիրելի փոքրիկներ։ Այս ինչ ես անում այստեղ, Գորտիկ։ Ես լսեցի քո ձայնը Լիլի եւ եկա այստեղ։ Ինչու ես դու այդքան ուրախ։ Ինչ է պատահել։ Այո, իհարկե կասեմ, Գորտիկ, այս մեր նոր տաղավարում իմ փոքրիկ հեռուստադիտողները ինձ ուղարկել են։ Այ, տեսնում ես ինչքան նամակներ, մենք այս բոլորը պետք է կարդանք եւ այնտեղ գիտես թե ինչեր են։ Հետաքրքիր, զվարճալի, ծիծաղելի հարցեր մենք պետք է բոլորը կարդանք եւ տանք հեռուստադիտողներին, տեսնենք նրանք կարող են պատասխանել, թե ոչ։ Պատրաստ ես, Գորտիկ։ Իհարկե պատրաստ եմ։ Կարող եմ ես կարդալ։ Ոչ, ես եմ կարդում։ Ոչ, ինչ կլինի, ես կարդամ, ահա, ես արդեն բացեցի։ Ահա, ուշադրություն։ Բարև իմ շատ սիրելի բումբումիկ հեռուստահաղորդում, բարև։ Ինչպե՞ս եք։ Վայ, շատ լավ եմ, շնորհակալություն։ Ես Արմենն եմ, սովորում եմ 5-րդ դասարանում, զբաղվում եմ լողով եւ ֆուտբոլով։ Կեցես։ Ես ունեմ շատ ընկերներ, մենք սիրում ենք միասին տարբեր խաղեր խաղալ եւ չարաճճիություններ անել։ Ինչպես բոբոիկը։ Այո, Այո, Լիլի։ ճիշտ ես, Գորտիկ։ Ես հուսով եմ, որ իմ հարցերը ձեզ կուրախացնեն։ Ուրեմն այսպես, կարդում եմ առաջին հարցը։ Թռչում էին 5 ջայլամ։ Մեկը իջավ ներքև։ Քանի ջայլամ մնաց։ Տեսնենք, կլինեն ճիշտ պատասխաններ, թե ոչ։ 4 5-ը մնացին 4 չի թռչում 4 Ջայլամը չի թռնում Ճիշտ է, ջայլամները չեն թռչում։ Այո, Գորտիկ, դու նույնպես ճիշտ ես։ Հաջորդ հարցն եմ կարդում։ Կարող եմ ես կարդալ Լիլի։ Ոչ, ինչ կլինի, ես կարդամ։ Լավ, փորձիր։ Ոչ ուտում է, ոչ խմում, բայց խոսում է եւ երգում։ Ինչն է դա։ Ռադիո բարձրախոսի միջոցով է, չգիտեմ Ռադիո Չգիտեմ Ես չեմ ճանչ չեմ Ջուրը Միկրոֆոնը։ Եվի ռադիո Ճիշտ է, դա ռադիոն է։ Որ կենթանին է, որ սկսվում է օյով եւ վերջանում է ձյով։ Օց Շատ ճիշտ եք, օձը։ Եվ հաջորդն եմ կարդում։ Գորտիկ, դու ուզում ես կարդալ։ Իհարկե, Լավ, դու կարդամ։ շնորհակալություն Լիլի։ Քանի ամիս ունի ամառը։ 3 4 երեք 3 ամիս Իսկ աշունը։ 3 երեք 4 Գորտիկ, դու գիտես, ճիշտ է, որ 3 ամսից է։ Դե Այո, իհարկե։ եւ վերջին հարցն եմ կարդում, լսեք։ Քանի ձու կարող է ածել աքլորը։ Ոչ մի չի ածում Չի ածում Ոչ մի Ակլոր ձու չի ածում Ակլոր չի կարող Ձու ակլոր չի ածում Ակլորը ձու չի ածում Շատ ճիշտ եք, աքլորները ձու չեն ածում, ընդամենը հավիկներն են ածում ձու։ Շնորհակալություն ենք հայտնում Արմենին այս հետաքրքիր հարցերը մեզ ուղարկելու համար։ Դուք նույնպես կարող եք ուղարկել մեզ հետաքրքիր հարցեր, սիրելի փոքրիկներ, բայց չմոռանաք դրանց հետ ուղարկել նաև նրանց պատասխանները։
Իսկ այն փոքրիկները, ովքեր կուղարկեն ամենահետաքրքիր եւ ամենազվարճալի հարցերը, կլինեն իմ հյուրը։ Բացի այդ, լավագույն հարցերը կտպագրվեն նաեւ Բոմբոմիկ ամսագրում։ Բոմբոմիկ ամսագիրը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել 49 99 49 հեռախոսահամարով։ Բոմբոմիկ ամսագիրը ունի նաեւ DVD սկավառակ։ Սիրելի փոքրիկներ, մենք անհամբեր սպասում ենք ձեր նամակներին։ Իսկ մենք կհանդիպենք յուրաքանչյուր շաբաթ նույն տեղում, նույն ժամին։ Ձեզ հետ է հաղորդավարուհի Լիլին։ Եվ լրագրող Գորտիկը։ Այո, ցտեսություն։ Հաջողություն։ Բարև ձեզ երեխաներ, այսօր մեզ հյուրը Տաթևիկը, բարև Տաթևիկ, Բարև, ինչպես ես, լավ եմ։ իսկ այսօր ինչ ենք անելու միասին, Մենք պատրաստելու ենք ապակե նախշ։ ճիշտ է երեխաներ, այսօր ուզում ենք ձեզ կրկին անգամ սովորեցնել ապակե նախշ հասկացողությունը, թե ինչպես ենք անում, նախ եւ առաջ ներկայացնենք, թե մեզ ինչ է հարկավոր ապակե նախշի համար, նկար, որը տեղադրում ենք ֆայլի մեջ եւ եզրագծում, իհարկե մի փոքրիկ այստեղ անավարտ եմ թողել ես եւ սկսում ենք եզրագծելուց հետո անմիջապես ներկել, գունավորել, իսկ ներկում ենք որ գույներով Տաթևիկ, Վարդագույն, մանուշակագույն, կանաչ, դեղին եւ կապույտ գույները։ երեխաներ արդեն ընտրված են մեր գույները, մենք այժմ կարող ենք մեր էսկիզը տեղափոխել եւ սկսենք ներկելու գործընթացը, խնդրեմ Տաթևիկ, ներկերը քեզ սկսում են գունավորել, ես կառաջարկեմ շախմատաձև ներկել, այսինքն մանուշակագույնով այստեղ, իսկ մնացածը վարդագույնով, մանուշակագույնը ես, վարդագույնը դու, դե սկսեցինք։ Մենք ներկում ենք ծաղրածուի Հագուստը, հագուստը։ այո, իհարկե գույներ երեխաներ յուրաքանչյուրդ կարող եք ընտրել ձեր ցանկությամբ, իսկ հիմա կառաջարկեմ կանաչով անենք կոճակները, 1, 2, արագ Տաթևիկը ներկում է, իսկ այդ ընթացքում ես թուշիկները կներկեմ։ Դեղինով կանենք մնացած հատվածը շորիկի, իսկ ես կներկեմ գլխարկի վերևի հատվածը։ Ես կարծում եմ, որ մեր ծաղրածուն էլ բավականին ծիծաղաշարժ ծաղրածու կստացվի, որտեղ գույները տես ինչքան վառ են ու գույնս գույն։ Հիշեցնեմ ձեզ, որ այս ներկերը չորանում են 1 օր անց եւ անմիջապես կարող եք 1 օր անց փոկել եւ փակցնել ապակուն, իսկ դա մենք ձեզ ցույց կտանք ես եւ Տաթևիկը։ Ճիշտ է Տաթևիկ։ Այո։ Ահա, իհարկե ավարտից հետո եւ 1 օր հետո։ Եվ մեր ծաղրածուն պատրաստ է։ 1 օր անց նա ունի այսպեսին տեսք։ Եվ մենք արի փակցնենք հայելու։ Համաձայն ես? Շատ լավ։ Գնացինք։ Եվ մեր ծաղրածուն պատրաստ է երեխաներ։ Կարծում եմ հավանեցիք, եթե ցանկանում եք ինքներդ փորձեք եւ կստացվի։ Դե ինչ, լավ մնացեք։ Ցտեսություն։